նաև հիմա նորից շեշտեմ այս մասին, որ կտրիչ Ներսիսյան Տիրյադավի ուրեմն fake զորքը, որը որ միշտ գործում է այնտեղ, որտեղ որ այն հարթակներում ճշմարտությունն է կամ լուսաբանություն է հնչում, նրանք անմիջապես փորձում են դա կանխել հարձակումներով իրենց եւ նույնիսկ չեն խորշում այն բաներից, որ բան են անում, ուղղակի վերցնում են տարբեր խակերներ, որպեսզի նրանք աշխատանքով իրենց քրտնաջան ճակերտների մեջ այլասերեն փաստորեն մարդու տվյալ էջի հեղինակի ուրեմն անվան հետ խաղալով, որպեսզի բողոքարկեն Facebook-ին եւ իհարկե արգելափակումն է լինում։ Դրա համար մի քիչ ավելի զսպված պիտի աշխատեմ խոսել, թեև շատ եմ լցված, բայց պիտի աշխատեմ ավելի զսպված խոսել, քանի որ սիրելի ժողովուրդ, ես չեմ ցանկանում, որ կապը նորից ընդհատվի։ Արդիական է այս հաղորդումները, քանի դեռ վիճակը չի փոխվել, քանի դեռ մենք նույն կացության մեջ ենք գտնվում, ինչ որ 25 թվականին էինք, այսօր էլ նույնը։ Օգտվելով առիթից ես նախ եւ առաջ նախքան աղոթքի կուզեմ բոլորիդ շնորհավորել բոլոր անցյալ տոների հետ եւ ամանորի հետ կապված թե նոր տոմարով, թե հին տոմարով, ես միջալոց մենք նշում ենք հին տոմարով ավելի շատ, որովհետև հին տոմարով արդեն իսկ պահքը լուծված է լինում եւ կարողանում ենք ուրեմն օգտվել այլ կերակուրներից, բայց սովորական ավանդական նոր տարին պահոց շրջանի մեջ ենք եւ պատրաստվում ենք ընդունելու ամենամեծ խորհուրդը մարդու կյանքում, խորհուրդ մեծ, ինչպես ասում է շարականագիրը, եւ սքանչելի մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշապար ծննդյան ավետիսը։ Ուրեմն շնորհավորում եմ, մաղթում եմ, որ առողջ նախ լինեք բոլորդ, թե հոգեպես, թե ֆիզիկապես զորացած, երջանիկ լինեք եւ իհարկե ձեր բոլոր նպատակներն ու իղձերը թող Աստծո ողորմությամբ այս տարի կատարածվեն եւ Տիրոջ ողորմությունը ամեն մեկիդ հետ լինի, ամեն մեկի տներում դուք զգաք պահապան հրեշտակների օժանդակությունն ու օգնությունը, որպեսզի կարողանաք դիմակայել բոլոր տեսակի փորձությունների, որտեղ մարդու կյանքը լի է փորձություններով եւ տարբեր դժվարություններով։ Եվ ահավասիկ կարճ աղոթքով պիտի սկսենք այսօր, որից հետո կանցնենք բուն մեր թեմաներին քննարկմանը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Զգորձը ձերած մերոց ուղիղարայ մեզ Տեր եւ զգորձը ձերած մերոց հաջողյա մեզ։ Փառքոր եւ օրդվո եւ օգվույն սրբո այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Տուր ինձ իմաստությունս բարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդոցի փանից եւ գործոց փրկյազից եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Ահավասիկ սիրելիներ, իհարկե այն գեղեցիկ հանդիպումը, որ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի իր կացարանում, որտեղ որ բնակվում է մեր երկրի ղեկավարը, բարձրաստիճան 9 հոգևորականներն էին ներկա եւ մեկը հերակա կարգով, ավելի ճիշտ 8, որովհետեւ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը մեկնել էր Բալթյան երկրներ, քանի որ տոներն էին եւ ինքը պետք է լիներ ուրեմն այնտեղ եւ բնականաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանն էլ նմանապես հերակակարգով միացան եւ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի ստորագրվեց պատմական նշանակություն ունեցող մի փաստաթուղթ, որը պետք է կարգավորի այս գործընթացը, բարենորոգման, եկեղեցու ռեֆորմների այս գործընթացը եւ իհարկե այդ համակարգող խորհուրդը կամ համակարգող խումբը, ինչպես կուզեք որ անվանեք,
պետք է ավելի սկսի կարծում եմ այս ժամանակներում համարձակ գործել, արդեն կայացնել շատ լուրջ որոշումներ եւ ես կասեմ քիչ հետո թե ինչ որոշումներ պետք է կայացնեն, բայց շատ լավ գիտենք անցուդարձը թե ինչ էր, նախ փորձեցին Գևորգ Սրբազանին Մասյացոտնյա թեմի բարեխնամ առաջնորդին հեռացնել իր պաշտոնից եւ ուղարկել իր փոխարեն հայ Ռուբեն Վարդապետին հայտնի այն մարդը, որը որ միշտ խոսում է ուրեմն ի նպաստ Տիրադավ Կտրիչ Ներսիսյանի եւ իր ողմակիցների, որը միշտ խոսում է ափրծփր բաներ, ոչ մի բան չի կարողանում փաստել եւ ուղղակի զրախոսությամբ է զբաղվում, իրեն է ղրգել այնտեղ եւ իհարկե մենք տեսանք, որ մի շարք խաղանաներ անցան իր կողմը, վախենալով Տիրադավ Կտրիչ Ներսիսյանի ճնշումներից եւ այն փաստերից, այն փաթեթից, որը նա ունի ամեն մեկի վրա, սա էլ որպես փաստ պետք է արձանագրենք, եւ որից հետո, քանի որ սա նոր թեմ է, նա այդպես խորամանկ է կազմակերպել Կտրիչ Ներսիսյանը, որ նույնիսկ մայրաթորի կցել է բանկային հաշիվը, այսինքն կիսլարոդը փորձեց փակել եւ այլն եւ Գևորգ Սրբազանը դիմեց դատարան եւ դատարանը վճիրը այդ ոչիրը փաստորեն քամդեց է Սադանայի տունը եւ վճիր կայացրեց, որ պիտի բացի ուրեմն իր բոլոր հնարավորությունները եւ Հայաստանի Հանրապետության գործող օրենքին համաձայն ճանաչվեց, որ Գևորգ Սրբազանը հանիրավի փաստորեն կմահաճ ձևով նետվեց եկեղեցուց, ինչպես որ նետել են բոլորին, այն ազնիվ մարդկանց, հարյուրավոր հոգևորականներին, որոնք ծառայում են Տիրոջը, որոնք ծառայում են մեր ազգային հոգևոր եւ բարոյական արժեհամակարգին, որոնք այս ամբողջ շրջանում եղել են հավատարիմ եկեղեցուն եւ մեր սիրեցյալ բանավոր հոտին։ Ահավասիկ վերջերս էլ գիտեք, որ արդեն գնաց այն աստիճանի լկտի որոշում առնելու, ես բացադրել եմ եւ իմեջում կարող եք դուք նորից գտնալ այն կարևորագույն նյութերը, որտեղ որ ես հստակ արձանագրում եմ, ոչ թե ես, այլ սա արձանագրում է քրիստոնեականը, որ կարգալույց հասկացողությունը ընդհանրապես զուտ վարչական պատիժ է, մերոնը չի ջնջվում եւ կարգը չի առնվում։ Սա վարչական պատիժ է, երբ որ իրավունք ունեն այդ վարչական պատիժը կիրառելու այն պարագայում, եթե տվյալ անհատը հակականոնական կամ չգիտեմ դավանաբանական շեղվածություն ունի կամ գործում է սարսափելի մեղքեր եւ չի ուզում ճանաչել այս ամենը, այսինքն իրեն առաջարկվում է զղջալ, ապաշխարել, ուղարկում են իրեն ապաշխարության բանկ, բայց նա հրաժարվում է, այդ ժամանակ նոր իրեն արգելում են ծառայությունից կամ արտաքսում են եկեղեցուց առհասարակ, եթե ծանրությունն է մեղքից, ասենք հերետիկոսներին եւ այլն, ինչպես որ պատմականորեն այդ գործընթացը տեղի է ունեցել։ Այստեղ մենք տենում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը ուղղակի հաշվեհարդար է, խուլիգանական իր մոտեցումը, խուլիգանական այն գյադա-գյուդայի այս մակարդակի վրա, որը որ նա փորձեց ուրեմն կյանքի կոչել, նաև այս օրերում, երբ որ տեսնում է, որ դատարանը, որ այդ ոչիրը քամբել է եւ փառք Աստուծո, աղոթքը հասավ իմ տեղ, որ վերջապես դատաիրավական համակարգը Հայաստանում սկսեց աշխատել, գործել են օրենքները եւ փաստորեն կայացրել են ճիշտ որոշում։ Ոչ մի բան չի եղել ավել պակաս, ինձ համար է դա հրաշք, որտեղ Հայաստանում նման պրեցեդենտ նախադեպ չի եղել նախկինում։ Բայց սա գիտեք ինչպես է, հիմա Կտրիչ Ներսիսյանը բազմիցս է դիմել դատարաններ այլ երկրներում։ Ես ձեզ կասեմ, Նիսում ես ծառայել եմ, դատ է բացել Նիսի կրոնական համայնքի դեմ, բայց ինչի չգնաց այլ ճանապարհով, դատարան դիմեց, չէ՞։ Եվ խնդիրը, որ եղել էր Մոսկվայում Տիրան arczepiskopos Գյուրիանի հետ, երբ որ իր եղբորը բերեց բուրջո, եզրած, կարո, ոնց կոչեմ այդ տականքին, մանկապիղծ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի տխրահրճակ առաջնորդին, հա, գործակալին, կագեբեշնիկին, բան է արել,
դատարան է տվել եւ կաշառել է դատավորներին եւ այլն, սա էական չէ, բայց դատարանով չէ հարցեր է լուծում։ Ինչի է զարմանում հիմա, որ Հայաստանի մեջ սովոր էր, որովհետեւ նախկինում Սերժիկի կամ Ռոբիկի ժամանակներով իր գրպանում էր դատարանը։ Այսօր դատարանը իր գրպանում չէ, դրա համար վրդովում է, ոնց կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գևորգ Սրբազանը դիմել դատարան եւ ուրեմն ճիշտ որոշում առնել դատարանից։ Բա որտեղ պիտի մարդը իր իրավունքը պաշտպանի, իր մարդկային արժանապատվությունը, իր վերջապես խոսքի կամ կարծիքի ազատությունը, որտեղ այդ մնաց։ Եթե եկեղեցում որևէ ացիան չկա այսօր, ներկայիս այդ ացիանները չեն գործում, արդարադատություն չի կատարվում, այսինքն որևէ մի կոմիսիա, մի որևէ բան չկա այնտեղ, որը որ անաչառորեն նայի։ Չէ, մենք տեսանք Արշակ arczepiskopos Խաչատրյանի նախկին դիվանապետի եւ այսպես ասած նաեւ համատեղության կարգով քերակնոջ հետ սերային կապ ստեղծող, որը որ երբ որ բանտ նետվեց, Կտրիշ Ներսիսյանը հայտարարություն արեց, որ այդ անորոշությունը եւ իր համար դա բան է։ Ուրեմն անընդունելի է, որ իրեն իրավապահները բան արեցին, բայց ինքը նախքան այդ դատարանի առաջ հայտնվելը, այդ բանտախցում հայտնվելը, ինքը ստեղծել է կոմիսիա այնտեղ, որի գլխավոր դերակատարը Խաժակ arczepiskopos Պարսամյանն է, հայրապետական պատվիրակ Եվրոպայում Հռոմում են անստում, հա? Եվ որևէ բան չարվեց, քանի որ Կտրիշ Ներսիսյանը փորձեց ջրել այս գործընթացը այս եղանակով։ Այսինքն սա ինչ է, եթե ոչ խաբեբայություն, թոս փչել մարդկանց հասարակության աչքերին, որի պրեֆտե կոմիսիա ստեղծվեց հանձնաժողով, բայց այդ հանձնաժողովը իրավունքներ չուներ անկաշկանդ գործել եւ ընդունել ուրեմն այն բոլոր բաները, նամանավանդ երբ որ քննչական կոմիտեից եւ նաեւ դրա հետ միասին բերվեց այլ մարմնից նաեւ բերվեց փաստաթուղթ, հա, քննությունը, որ անցել էր այդ տեսանյութը եւ այս բոլոր փաստերը աղավաղելով ասել է սուտ է դա։ Երբ որ իրեն է թփնում հարցը, տեսեք այս մարդու մոտեցումը։ Ես այսօր մի բան եմ հրապարակել, երևի կարդացել եք, որ այս մարդը հոգեկան խանգարմունք ունի։ Ես նույնիսկ իրեն կարող եմ անվանել շիզոֆրենիկ, որովհետև նախ իր հայրը հոգեկան հիվանդ էր եւ սա փաստ է, ես ոչ թե մեկին ուզում եմ պարսավել կամ ինչ-որ մահացած մարդուն գերեզմանից հանել բան ասել, ես ասում եմ արձանագրում եմ այն փաստը, որ իրականություն էր։ Ուրեմն այս մարդը, երբ որ իրեն է կպնում, ինքը ասում է անօրեն է։ Տեսեք, Վաչե Քաղանան Հայրապետյանը նիսում, նախքան իմ գնալը այնտեղ, ծառայում էր, բռնվեց նարկոտիկների վրա, բռնվեց կեղծ եվրոներ էր պատրաստել, եկեղեցու Բաքում խուլիգաններ էր հավաքում չեչենական մաֆիա եւ այլն, հետո աղջիկներ են աշխատացնում փողոցում, մարմնավաճառներ եւ այլն, երբ որ դատարանը Ֆրանսիայի որոշեց եւ իրեն տվեց պայմանական կալանք, բրասլետ ուներ ոտի վրա, չնստացրին, բայց ինքը իր գործողությունների մեջ սահմանափակ էր։ Կտրիշ Ներսիսյան Տիրադավը անվանեց, որ սա անօրեն դատ է եղել։ Տեսեք, երբ որ իրանն է կպնում, ինքը բոլորին ուզում է մեղամոր սարքել։ Բայց երբ որ ինքն է այդ դատը հարուցում, նույնիսկ կաշառք է տալիս Մոսկվայի պարագայում, հա, Տիրան arczepiskopos Գյուրեղյանի հետ կապված հարցեր, ինքը ասում է արդար է եղել դատը։ Իսկ այստեղ Հայաստանի մեջ նմանապես Գևորգ Սրբազանին պաշտպանել է դատարանը, որտեղ իրավունքները Գևորգ Սրբազանինն են։ Ոչ թե պաշտպանել է գեղեցիկ աչքերի համար Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, այլ պաշտպանել է իր մարդկային արժանապատվությունն ու իրավունքները։ Նա թեմակալ առաջնորդ է եւ որևէ մեկը իրան չի կարող այնտեղից դուրս վռնդել, որովհետեւ ինչ որ մեկի քեֆով չի իր մնալը։
Առավել եւս այդ խայտարակ գործընթացը, որ քաղաքայլույց հրճակեց եպիսկոպոս Մարթուն։ Եվ մենք արդեն գիտենք, քանի մարդկանց ինքը եպիսկոպոսներին նետել է փողոց ու քաղաքայլույց է հրճակել։ Սա նորություն չէ մեզ համար։ Իր անփարունակ 27-ամյա արդեն 27-րդ տարին է գնում գործնեության արդյունքում բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ դժվեցին։ Մենք տեսանք ինչպես հոգեշնորհք հայր Գուսան ծայրագույն վարդապետին Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահին ոնց ուզեց նետել փողոց եւ փաստորեն այս մարդուն էլ պիտակներ փակցեց, քանին միացել էր այս ողջունել էր այս նախաձեռնությունը եւ ասել է ես այդ համակարգող խումբի մեջ պիտի մտնամ։ Նմանապես իրեն հեռացրեց անմիջապես։ Դուք հասկանում եք այս մարդը ոնց է գործում։ Ինքը գործում է ոչ թե մենակ եկեղեցի դաշտի մեջ ոչ մի օրենք չի պահում, խախտում է, այլ նաև պետական փաստորեն համակարգը արհամարելով եւ ապրում է Հայաստանի Հանրապետության մեջ, պետության մեջ է ապրում եւ ինքը թքած ունի, փաթաթ ունի Հայաստանի մեջ գործող օրենսդրությանը։ Չի հասկանում այդ մարդը, ինքը թվում է, որ օրենքը ինքն է կամ ինքը ամենից վեր է, որ ինքը ենթակա չէ օրենքին։ Բայց ուզում եմ հարցնել քեզ, այ ընկեր ջան, կտրիչ Ներսիսյան, պարոն Ներսիսյան, քաղաքացի Ներսիսյան, ձեր գրպանում ինչ անձնագիր է, ուզում եմ հասկանալ։ Եթե Հայաստանի Հանրապետության անձնագիր է ձեր գրպանում, ապա դուք իբրև քաղաքացի պետք է ընդունեք Հայաստանի օրենքը եւ պետք է ենթարկվեք այդ օրենքին։ Հիմա ես Եվրոմիության քաղաքացի եմ, բայց եթե ես ասենք գամ որպես տուրիստ Հայաստան, ես իրավունք չունեմ Հայաստանում նույնիսկ այս կարգավիճակով օրենք խախտել։ Որտեւ ես եթե հյուր որպես նույնիսկ եկա, ես պետք է հարգեմ տվյալ պետության օրենքը։ Եվ ամենտեղ այդպես է։ Օրենքը չես կարող խախտել, որտեւ հետևանքը ծանր է լինում, պետությունը խաղալիք չէ։ Խաղալիք չէ պետությունը։ Եվ ահավասիկ մենք տեսանք այս կուլմինացիան, հա, մտածեց, որ դա պիտի կուլ տա եւ փառք Աստծո այսօր իմացանք, որ քննչական կոմիտեն համարձակ քայլ արեց, վերջապես թմբիրից զարթնելով քրեական վարույթ է նախաձեռնել այդ արդիվ, որովհետեւ նրանք չեն ենթարկում մայրաթորը ներկայացնող այս խմբակը, փոքրիկ խմբակը, որոնք անընդհատ մայրաթորից են խոսում, այ մարդ։ Ինչ գործ ունի մայրաթորը։ Մայրաթորը սուրբ պատեր է այդ։ Նրանք են այդ բանը անում։ Ոչ, դուք ձեր անունից խոսեք։ Ինչի եք դուք խոսում մայրաթորի անունից։ Կտրիչ Ներսիսյանը մայրաթոր չէ։ Որևէ մի հոգևորական մայրաթոր չէ։ Նրանք ներկայացնում են մայրաթորը։ Սա այլ բաներ են։ Մայրաթորը մի բան է, իսկ երբ որ տվյալ անձը ներկայացնում է, դա ուրիշ բան է։ Որովհետև ինչքան որ գոյություն ունի մայրաթորը իր կայացման, կառուցման թվականից մինչ օրս, միշտ ամեն շրջանում ունեցել է իր ներկայացուցիչներին։ Ինչպես ես դու քեզ անվանում մայրաթոր։ Դու մայրաթոր չես։ Դու մայրաթորը ներկայացնող պաշտոնյա ես։ Առայժմ անվավեր, որը կանոնով չէ եւ օրենքի համաձայն չէ, որը գտնվում է այնտեղ։ Սա փաստ է, որը պիտի արձանագրենք սիրելիներ։ Եվ այդ կոնտեքստում իհարկե ես շատ եմ ուզում, որպեսզի ամեն մարդ իր համար արձանագրի, որ դատարանը բնականաբար որոշում կկայացնի եւ պետք է ստիպի, եթե պետք լինի ուժով, ով չի ենթարկում Հայաստանի սահմանադրությանը կամ օրենսդրությանը գործող, ուրեմն պետք է ականջից բռնի տանի բանտի խուցը, եթե խախտում են օրենքը կամ թքած ունեն։ Այսինքն այն որ ասում է օրենքը ինչ է ինձ համար։ Закон ասում է вышло, как повернул, туда и вышло։ Հասկանում եք, սա է իր կտրիչ Ներսիսյանի
մտածելակերպը կամ այլ մի բան կա, ռուսները ասում են, էլի շատ հմուտ բան է, ասում է «Закон тайга, прокурор медведь»։ Էս է դրանց մոտեցումը։ Սա նորմալ չէ, սա անփարոյականություն չէ, սա օրենքի խախտումն է։ Եթե օրենքը խախտում է մայրաթոռը ներկայացնող պաշտոնյան, պետք է համաժեք գործողություն տեղի ունենա մայրաթոռի տարածքում եւ պետք է արմատախիլ արվեն այդ անձերը, ովքեր չեն ուզում հարգել այս պետությունը։ Թող հանձնեն այս անձնագրերը, ուռադը քաշեն գնան որտեղ որ ուզում են, որտեղ իրենց գրկաբաց կընդունեն։ Ես կռահում եմ, մի քաղաք կա, Մոսկվան, կամ մի պետություն կա Ռուսաստանի Դաշնությունը, որը այսօր ուղղակի ոչ թե միշտ, բայց այսօր այդ իրենց շահերից է բխում նման բան անել եւ դրանք կընդունեն իրենց գրկաբաց եւ կանեն այն ինչ որ նրանք ցանկանում են, ոչ միշտ, բայց այսօր դա իրենց շահերից բխող է։ Իսկ եթե դուք Հայաստանի մեջ եւ մայրաթոռը Հայաստանի տարածքում է գտնվում, երկնքում չէ, օդի մեջ չէ, ինչ որ մի անորոշության մեջ չէ, հստակ պետության մեջ է գործում եւ եկեղեցին Հայաստանյաց գրանցված է իբրև Արդարադատության նախարարության կողմից որպես կրոնական կազմակերպություն։ Ես դա ուզում եմ ընդգծել, ինչպես ցանկացած եկեղեցին կամ աղանդը կամ չգիտեմ բողոքական եկեղեցիները կամ կաթոլիկները մյուսները գրանցված են Հայաստանի մեջ, նույնպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին գրանցված է իբրև կրոնական կազմակերպություն։ Ինչ է սա նշանակում։ Ցանկացած իրավաբանական անձ պետք է պատասխանատու լինի եւ համապատասխանի օրենսդրությանը։ Չի կարող օրենքից դուրս գործել։ Ես հրապարակել եմ, կխնդրեմ բոլոր իմ նյութերը ընթերցեք, այս ամսվա մեջ պատրաստել եմ բազմաթիվ նյութեր եւ այսօր ստիպված եղա մեկը մյուսի հետևից բան անել, որպեսզի արդեն սկսի մեր հետևորդը եւ մեր սիրեցյալ ժողովուրդը ընթերցել։ Խնդրեմ, ես մատնանշել եմ օրենքներ, այն որը որ հնարավորություն ունեցա, որովհետեւ ես պրոֆեսիոնալ իրավաբան չեմ, բայց գրագետ մարդ եմ եւ կարողացել եմ գտնել այն հոդվածները եւ ներկայացնում եմ հանրության եւ իրավապահների եւ ինչ որ հասնում է նաեւ փաստաբաններին, չգիտեմ, դատա իրավական համակարգին, որպեսզի նրանք էլ ուշադրություն դարձնեն եւ դրա հիման վրա ավելի շատ իհարկե նրանք մասնագիտացված են պրպտեն եւ այս մարդուն քաշեն դատարան, որպեսզի նա պատասխանի այս բոլոր հարցերին, օդում չմնան կախված հարցերը։ Եկեղեցին դա կրկնում եմ, ճանաչվում է պետության կողմից որպես կրոնական կազմակերպություն։ Դրա համար ցանկացած հարց, եթե վեճ է լինում, հա, եւ եթե եկեղեցու մեջ ստեղծվել է մի վիճակ, որտեղ չեն գործում, որևէ ացիան չկա, որտեղ մարդ կարող է արդարությունը փնտրել եւ գտնել, ապա պետք է դիմի աշխարհիկ դատարան այն փաստի վրա, որ նրա հանդիսանում է Հայաստանի քաղաքացի եւ առհասարակ նա մարդ է եւ ունի իր մարդկային արժանապատվությունը եւ իրավունքները եւ ազատությունները մարդկային, որոնք ամրագրված են նաեւ միջազգային գետնի վրա, միջազգային օրենքի համահունչ եւ համաձայն։ Սա շատ կարևոր արձանագրումն է։ Բազմիցս երկրի վարչապետը ընդգծել է մի բան եւ ես այսօր ուզում եմ այս մասին խոսել, երբ հայտարարել է, որ Կտրիշ Ներսիսյանը կաթողիկոս չէ։ Ճիշտ է, ընդդիմադիր բոլոր այդ կերակրատաշտակից օգտվող ուժերը քաղաքական եւ ունենում են, ունեցել են եւ ձեռք են բերել իրենց ուրեմն լրագրողներին, այդ լրագրողները սադրիչ հարցեր են տալիս, դրանք սադրում են միշտ, նրանք խոսում են այն մասին, որ շահարկելով այս ամենը եւ ասում են կաթողիկոս, 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 բայց կաթողիկոս չէ։ Վտածի, թորնիկս խուլիգանություն է անում։ Տարիքը այդպիսին է, որ հիմա կներեք ժողովուրդը անում է ամեն ձևի անշնորհքություն։ Ուզում եմ ինչ ասել։ Ուզում եմ ասել, որ այս երկրի մեջ
երբ որ մեր պետության մեջ քաղաքացին ուզում է փնտրել արդարությունը եւ այսօր փառք Աստծո կարողանում է գտնել, պետք է գտնի դատարանում, քանի որ եկեղեցում եսի նկատի ունեմ քաղաքացիների մասին, այն մասին խոսելով, որ հոգեվորականները նախ եւ առաջ հանդիսանում են տվյալ պետության քաղաքացիները եւ մասնավորապես խոսքը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասին է։ Ուրեմն նա պիտի դիմի դատարան, լոժիկ է դա, ես ուզում եմ դա բացատրել։ Եվ այս է պատճառը, որ վայնասունը ոռնոցը բարձրացրել են մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր այսօրվա մայրաթորն են ներկայացնում, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Կտրիչ Ներսիսյանը եւ նա առաջին անգամ չէ, երկրորդ անգամ չէ, 10-րդ անգամ չէ, նա հայտարարել է դա արդեն ամիսներ շարունակ, իբրև երկրի գլուխը հայտարարել է հետևյալը, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ։ Ես սա ուզում եմ ընդգծել։ Ես ոչ թե ուզում եմ մենակ դա ընդգծել, ես ուզում եմ դա հաստատել, քանի որ սա օդի խոսակցություն չէ։ Կտրիչ Ներսիսյանը խախտելով կանոնները առաքելական, կաշառքը տալով հանգուցյալ Վազգեն Սարգսյանին եւ օգտագործել է Վազգեն Սարգսյանի այն ժամանակվա լիազորությունների չարաշահման տեսքով, հա, իր անսահման իշխանությունը, փաստորեն նրան պարտադրել են կառավարությունից, որպիսի ազգային եկեղեցական ժողովի падգամավորների ճնշման այս բռնությամբ իհարկե, բռնություններ են կիրառվել, ոչ մենակ կաշառք է բաժանվել, նա նստի այս գահի վրա, այսինքն կեղծված ընտրությամբ։ Ես դա ասել եմ միշտ։ Եվ փառք Աստծո, որ Նիկոլ Փաշինյանը այսօր արձանագրում է պատմական փաստը, սա սիրելիներ, ինքը չէ, իր կարծիքը չէ դա։ Նախ ինքը պետական ամենաբարձր պաշտոնյան է Հայաստանում, սա առաջին արձանը, երկրորդը, որ ինքը ասում է այն, ինչ որ իրականությանն է համապատասխանում։ Այստեղից ես ուզում եմ ուղղել 10 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների համակարգող խմբին։ Մանավանդ իմ խոսքս ուղղված է Վազգեն arczepiskopos Միրզախանյանին, քանի որ ինքը հրաշալի եթերներ է տալիս, բայց անդադ ասում է կաթողիկոսը, կաթողիկոս չէ նա։ Պարտավոր են այս եպիսկոպոսները եւ arczepiskoposները խոսեն ճիշտը։ Ես պահանջում եմ, նա խուլիգան է, Կտրիչ Ներսիսյան է նա, որը որ այսօր անօրենական ճանապարհով եղանակով զբաղեցնում է կաթողիկոսի գահը, լուսավորչի աթոռը նա բռնազավթել է, նա օկուպացրել է եկեղեցին, փաստորեն, եթե տենց վերցնենք, հա, ուզուրպատոր է, այ Լևոն Շիրինյանը շատ ճիշտ անուն տվեց, բնութագրեց, ուզուրպատոր է նա, եւ հետեւաբար ոչ թե այսօրվանից կամ պատերազմից հետո կամ այն ժամանակից երբ սկսեց Փաշինյանի հրաժարականը պահանջել, մենք ասենք, որ չենք ընդունում իր որոշումները, ոչ սիրելի ժողովուրդ, ամենամեծագույն սխալը դա է։ Տիրադավ Կտրիչ Ներսիսյանը նոր որպես տիրադավ չծնվեց, նա տիրադավ էր, երբ որ կեղծիկով, բռնությամբ, պոռնկությամբ, կաշառքով, անօրենությամբ գահին բազմեց։ Ուրեմն առաջի օրվանից իր անօրինական գահի վրա բազմելուն պես մինչ օրս բոլոր որոշումները ոչ մենակ այսօրվա պարագայում, երբ որ քահանաներին, վերջի շրջանի կամ չգիտեմ ծայրագույն վարդապետին, որին կարգազուրկ է արել, կամ Գևորգ Սրբազանին, որ հրճակել է կարգազուրկ, ոչ բոլոր իր շրջանում ինչ որ որոշումներ են կայացվել, ասում եմ առաջի օրվանից մինչև հիմա պետք է ճանաչվեն պետության կողմից որպես անօրինական եւ Նիկոլ Փաշինյանը փաստացի դա ճանաչում է, երբ որ հայտարարում է, որ նա կաթողիկոս չէ, երբ որ իրեն դիմում է, մի քանի ապուշտներին պիտի այստեղից էլ ասեմ որոշ բաներ, Կտրիչ Ներսիսյան, որոնք ուզում են մոլորեցնել հասարակության, ասում եք, տենց մարդ գոյություն չունի։ Այս մարդկանց անգրագետներին ես ուզում եմ դիմել, նրանք իրավաբան են իրականում, բայց նման հիմարություն են դուրս տալիս։
Անձնագրի մեջ ինչ է գրված ընկերներ։ Այս մարդու անունը բացեք անձնագիրը Գարեգին Բեի, հա, ձեզ համար Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն է։ Բացեք իր անձնագիրը, մեջը գրած է Կտրիչ Ներսիսյան։ Ուստի, որպես երկրի քաղաքացի եւ առհասարակ միշտ գրվում է միրու աշխարհում այս անունն է, որը որ անձնագրում է գրված։ Եթե անձնագրում գրված լիներ Գարեգին երկրորդ, ուրիշ բան, բայց անձնագրում Կտրիչ է գրված, այդ ցավը տանեմ, ինչի եք խոսում, ինչի եք սուտ խոսում, ինչի եք մարդկանց շեղում ճշմարտությունից եւ մոլորեցնում։ Այնտեղ գրված է Կտրիչ Ներսիսյան։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է բոլոր հարցերում։ Այստեղ ինքը չի վրիպում։ Ինքը արձանագրում է, որ տվյալ քաղաքացին Կտրիչ Ներսիսյանը, որը տիրադավ է, իրապես տիրադար է, որտեղ նա դավաճանել է տիրոջը։ Այս մարդկանց երբ որ փակցնում են պիտակը, հա, եպիսկոպոսական այս դասի, եւ անվանում են տիրադավներ, նրանք չեն հասկանում տիրադավը իրականում ում է վերաբերվում։ Այն մարդուն, որը դավաճանում է տիրոջը։ Եթե նա խախտել է իր ուխտը կուսակրոնության կամ աղքատության, ուխտերը խախտել է Կտրիչ Ներսիսյանը։ Եվ խախտել է ոչ թե այսօր, այլ խախտել է դեռ աբեղա լինելու ժամանակ, երբ որ աբեղա է դեռևս։ Աբեղան կուսակրոն քահանա է։ Եվ ուզում էր դուրս գալ եկեղեցուց միջայլոց։ Նա իր խոստովանությունն է, ես երբեք սուտ չեմ խոսում։ Թող դատի ինձ տա, ես իրեն կապացուցեմ, որտեղ կան այդ տեսանյութերը, որտեղ նա քանի անգամ ասել է այն մասին, որ ես փորձում էի դուրս գալ եկեղեցուց, բայց ամեն անգամ մի բան ինձ պահում էր, մինչև ասում է դարձա եպիսկոպոս։ Այսինքն եպիսկոպոսի արդեն այդ պաշտոնի քաղցրությունը երբ որ զգաց, արդեն հասկացա, որ ոչ, չպիտի հրաժարվի։ Քանի որ հավակնությունն է դեր այն ժամանակ իր մտքի մեջ կար այս բանը, բռնազավթել Գրիգոր Լուսավորչի աթոռը եւ ամեն ինչը պայմանների այդպես դասավորվեց, որ բռնազավթեց։ Կտրիչ Ներսիսյան քաղաքացին կաթողիկոս չէ, կրկնում եմ, քանի որ նա տիրադավ է։ Տեսեք, ես երբեք տիրադավ անուն չեմ տվել, հա։ Չեմ տվել։ Ես ասել եմ սատանա է, ինչի եմ ասել սատանա, բնորոշել եմ իր դրսևորումները, իր գործնեությունը, սատանայական է գործնեությունը։ Չարագործ է որովհետև, չարագործ, չար գործեր է անում, ի չարագործ ով է, սատանայի հետևորդ է, բայց քանի որ այս մարդը գահի վրա է նստած եւ իրեն ասում է, որ ես ամենայն հայոց կաթողիկոսն եմ, դրա համար սատանա է նա, որովհետև ինքը լինելով չարագործ կեղծում է, իրեն հայտարարում է կաթողիկոս, որ կաթողիկոս չէ, այդ գահը առել է փողով եւ դա պատմական փաստ է։ Եվ այստեղ ուզում եմ ուշադրությանը դարձնել այդ Վազգեն Սարգսյանի եղբորը։ Տեսեք սիրելի ժողովուրդ, ես ձեզ երբեք չեմ խաբել, երբեք ձեզ որևէ բան մեկի մասին վատ չեմ ասել։ Ես սովորություն չունեմ մեկին վատաբանելու, գիտեք ինչի համար, ոչ թե դրա համար, որ չեմ կարող եմ, մարդ եմ, բայց ես Աստծուց վախ ունեմ, ես չեմ անի այդպիսի բան։ Ես միշտ ասել եմ, որ Վազգեն Սարգսյանի հանգուցյալ այս անձնավորության եղբայրը Արամ Սարգսյանը մաքուր մարդ չէ, ինչի համար, փաստը կարող եմ դնել ձեզ, հոգեհանգստյան առողջության ժամանակ պաչել է քաղաքացի Կտրիչ Ներսիսյանի ձեռքը, ինչի համար է պաչել, սա սադրանք է, չէ որ նա կուսակցապետ է, նա ասում է ընդդիմադիր եմ, նա ռոբական սերժականի պրտե մաֆիայի դեմ է եւ այլն, Տաշիրի դեմ է, մյուսի դեմ է, բայց տիրադավի կողմն է, գնում է ընդունում է իրեն եւ դեռ ավելին, տեսեք ինչ համեմատություն բերեց, ասեց Հռոմի Պապի ձեռքը, որ համբյուրես չպիտի համբյուրես, բայց Հռոմի Պապը ընտրված է, շատ ներողություն, Հռոմի Պապը օրինական է, Հռոմի Պապը Վատիկանում չի հայտնվել ինչ որ մեկի քեֆով, Թրամփը չի դրել իրեն, կամ չգիտեմ իրեն Պուտինը չի դրել, կամ ինչ որ մեկը չի դրել։ Օրինական ընտրվել է կանկլավի կողմից եւ դարձել է Հռոմի Պապ։ Եվ համեմատությունը շատ անտեղին էր։ Դու քաղաքացի Կտրիչ Ներսիսյանի ձեռքն ես համբյուրում,
Այն պարագայում, որը որ անընդունելի է հայ հասարակության համար։ Դրանով իմ կարծիքով այս մարդը կորցրել է իր նկատմամբ վստահություն, նույնիսկ այն մարդկանց, ովքեր համակրում էին իրեն իբրև քաղաքական գործի, հակակրանք այսօր պիտի առաջանա իրենց մոտ, քանի որ նրանք տեսնում են, որ ֆարշ է այս մարդը աֆերիստ է, այս մարդը գնում է սատանայի ձեռքն է համբյուրում եւ դեռ քիչ որ համբյուրել է, պիտի ասել ներեգություն, սխալվեցի, ավտոմատ ստացվեց, գոնե այդպես մի բան ասել, հիմար բան ասել, բայց էլի ինչ որտեղ կարող է պլստալ, բայց համեմատում է Հռոմի պապի ձեռքը համբյուրելու հետ, ուրեմն ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք բոլորս էլ այսօր ականատես ենք, բոլորի դիմակները պատրվում են, սիրելի ժողովուրդ։ Նմանապես օրեր առաջ սա էլ մի կարևոր իրադարձություններ քաղաքական, որ պիտի ասեմ, երբ որ Լևոն Զուրաբյանը հանդիպում է ունենում Հայ ազգային կոնգրեսի երկրորդ դեմքը, Լևոն Տեր-Պետրոսյանից հետո դաշնակցական կուսակցության հետ։ Տեսեք, Լևոնը մի մարդն էր, որը դաշնակների կրանտը փագեց, արգելեց, բանտը դրեց դաշնակներին եւ այլն։ Լևոնն է, չի արել։ Հիմա տեսեք գնացել են նույնիսկ Լևոնի փաստորեն մանկլավիկները հանդիպում են դաշնակցական կուսակցության հետ, դաշինք են կապում։ Հետո օրեր անց ինչ հայտարարեց, ասեց ֆավորիտը այս ընտրության 26 թվականի սպասվող գալիք ընտրություններին Տաշիր Սամոն է։ Երևի ընդեղից էլ են փող խոստացել, որ իրեն տան։ Ըստ երևույթին այնտեղից էլ է փողը ստանալու, որովհետև նման հայտարարությունը, երբ որ նա անում է, մոռանալով է, տեսեք այդ մարդիկ նամուս չունեն, նրանք արժանապատվության զգացումից զուրկ են, բարոյականությունից։ Տաշիր Սամոն 14 թվականին ջրեց, հիշում եք, երբ որ Դոդի Գագոն, սաղեր, ինչքան շուն ու շանգյալ կար, հավաքվել են Լևոններ մեջներ։ Իբր թե ուզում են նորից շարժում անեին։ Տաշիր Սամոն մի գիշերվա մեջ հեղափոխեց Դոդի Գագոին, Դոդի Գագոն էլ երբ որ քաշվեց, այդ կարտոչքի դոմիկ, որ ասում են, պշրվեց այդ շարժումը, ձախողվեց եւ գնացին ամեն մեկ իրենց տներով։ Այսօր ասում է ֆավորիտը նա է։ Ով է ֆավորիտը։ Այն մարդը, որը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից բացի 5 անձնագիր եւս ունի տարբեր երկրների։ Նա է ֆավորիտը, որը ըստ օրենքի իրավունք չունի, թե պիտի տիկնիկ դնի, հոպարի սիրելի բուլկին պետք է գա եւ այդ հոպարի բուլկին պետք է մարիոնետ աշխատի այնտեղ։ Մարիոնետավար պիտի լինի Տաշիրի Սամոն, բուլկին էլ պիտի այնտեղ նստի տիկնիկի պես, անի ինչ որ հոպարը ասում է։ Իսկ հոպարը ինչ պիտի ասի, ինչ որ ասում է Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները եւ իշխանությունները։ Լսեցինք բոլորս Վլադիմիր Սալավյովը ինչ է խոսում։ Ասում է Ուկրաինայից հետո պիտի դա Հայաստանին էլ անցնենք։ Այս օպերացիան, օրինակ անվանում են հատուկ օպերացիա։ Ուկրաինան քարին չթողելով, մարդկանց մահացնելով, այն ոչիրը, որը գործվում է այսօր մեր բոլորի աչքիս առաջ, մարդկության եւ մարդկայնության այդ որակավորումներով, դա միջազգային ստանդարտների որակավորումն է։ Դեմ այսօր նրանք ասում են նույնը Հայաստանը պիտի անենք։ Պատկերացնում եք Վլադիմիր Սալավյովը բաց հայտարարում է, որ Հայաստանը պիտի հողին հավասարացնենք։ Եվ այս մարդիկ, որոնք Կրեմլի ռուպորի խոսքերն են մեջտեղ բերում, որոնք հավանություն են տալիս այս ամենին, որոնք կապը ստեղծել են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ եւ ցանկանում են Հայաստանը նորից մղձավանջի մեջ դնել, ամենակիչը փորձանքի մեջ, որ գավառ սարքել, Ռուսաստանի գուբերնիա սարքել։ Այս սա է իրենց բուն նպատակն ու ծրագիրը։ Եվ այս ամենը որտեղից է գալիս, կենտրոնը Կտրիչ Ներսիսյանն է, նա է համախմբողը, բոլորին հավաքել է իր շուրջ։ Ինքը իրենց համար փաստորեն հանդիսանում է ոչ թե իր անհատը, անձը, ոչ, մայրաթոռը, նրանք փաստորեն
օկուպացրել են նաև քաղաքականորեն օգտագործելու համար Մայր Աթոռի հեղինակությունը, տեսեք ես ինչ եմ ասում, այո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ եղել է հեղինակավոր, ոչ թե Կուկուշկայի Աթոռը, այդ Սուրբ Սրբություն Սրբոցը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ով է վերածել Մայր Աթոռում ներկայիս ապորեն ձևով գործող պաշտոնյաները, ներկայացնողը, որոնք իրականության մեջ ոչ թե Մայր Աթոռ են ներկայացնում, այլ սարքել են Կուկուշկայի Աթոռ, այ որ ասել եմ, միշտ ասել եմ, ընդգծել եմ, որ դա Կուկուշկայի Աթոռը ինչ էր դա, այլ ոչ թե զուտ, որ ինչ որ բառ էր ուզում է ասեի, կամ վիրավորանք հասնի, այ ընդամենը արձանագրում եմ իրականությունը, իրերը կոչելով իրենց անուններով։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, ավասիկ մենք ստեղ ձեզ հետ մի բան պետք է նկատենք, մի պարզ ճշմարտություն պիտի նկատենք, որ Կտրիչ Ներսիսյանի բոլոր գործողությունները, բոլոր որոշումները եւ այն բոլոր մարմինները, որոնք գործել են այս 26, արդեն 20-րդ տարին է գնում, այդ ամբողջ շրջանում ուզում եմ ընդգծել եւ շեշտել, ուշադիր լսեք, եղել են անօրինական, բավերական չեն, ազգային եկեղեցական ժողովներ երբեք չի կանչել, չի հրավիրել Կտրիչ Ներսիսյանը։ Նա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ընտրել է, որը իրան ըստ իր ստատուսի, ըստ նույնիսկ եթե ինքը լիներ ընտրված կաթողիկոս օրենքով, նա իրավունք չուներ։ Ինքը ընտրեր։ Ազգային եկեղեցական ժողովն է ընտրում։ Դրա համար ես կխնդրեմ եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին շատ ուշադիր իրենց խոսքերին լինեն։ Երբ որ գնում են ուղիղ եթերների մեջ, նստում են, հրաշալի են խոսում, ես կարող եմ ասել եւ Գևորգ Սրբազանը հրաշալի է խոսում, շատ լավ եւ պարզ մեր հանդիսատեսի ժողովրդի համար, բայց միաժամանակ Վազգեն Սրբազանը, որը որ ավելի շատ է ելույթներ ունեցել եւ բնականաբար ինքը խոսելով այս մի բանը, որ վրիպել է միշտ եւ միշտ իմ մեջ առաջացրել է դժգոհություն, որովհետև իրավունք չունի ինքը անվանի սատանային, անվանի տիրադավին, նրանք չեն խորշում, ինչ ասես ասում են այդ մարդկանց, այո, բոլորն էլ ունեն անձնական խնդիրներ, ձեզ պարզ եմ ասում։ Այդ 10 հոգին, եթե մենք հիմա նստացնենք, ամեն մեկին կարող ենք մի բան կպցնել, ասել եւ շատ բաներն էլ իրականությանը համապատասխանում են, ոչ բոլորը։ Իհարկե կան բաներ, որ ծաղկացնում են եւ ուզում են նաեւ նույն գծի մեջ դնել Կտրիչ Ներսիսյանի հետ, բայց այս մարդիկ կրիստալ մաքրություն չունեն։ Եկեք անկեղծ խոսենք։ Բայց եթե նրանք այդ քայլը արել են, դրանով փարատվում է ամեն բան։ Եվ ի վերջով Նիկոլ Փաշինյանը ամենակարևոր բանը գծեց։ Այդ բարենորոգման ճանապարհը պետք է տանի նրան, որ հանգուցալուծվի այս խնդիրը։ Մենք չենք կարող ապրել կեղծիքի մեջ եւ չենք կարող խաբել մեր եկեղեցու հետևորդներին, հայ քրիստոնյա հավատացյալներին, նամանավանդ մատաղ սերունդին, ասելով կուսակրոններ են, իսկ հետո այդ մարդիկ դուրսը տեսնան սրան նրան, կաֆեներում ստեղ այնտեղ նստած տարբեր բաների հետ, անձերի հետ։ Այո, այսօր մեծ խնդիրներ կան։ Այդ թվում նաև բարոյական խնդիրներ կան, որոնք պետք է իրենց լուծումները ստանան։ Անկասկած պետք է ստանան այդ խնդիրները, իրենց լուծումները։ Բայց քանի որ այս եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսները քաչ քայլ են կատարել, եւ ի վերջո նրանք եկեղեցու իշխաններն են, ուստի գործը, որը որ սուրբ է, եւ այդ գործը, որը որ օդ ու ջրի պես անհրաժեշտ է ամբողջ հայ ժողովրդին, մեզ այլևս իրավունք չի տալիս նրանց անվանարկել կամ ինչ-որ իրենց հին դարմանները քամել կամ ինչ-որ բաներ հիշել։ Բոլորս էլ մարդ ենք։ Գիտեք, մի հատ լավ խոսք կա, ասում է у каждого в доме есть свои скелеты։ Չկա տենց մարդ, չկա, ես ձեզ ասում եմ պարզ, գոյություն չունի, որ չունենա հանցանքներ։ Սա աբսուրդի ժանրից է։
Այո, Սուրբ հայրերը պատմության մեջ մենք ունեցել ենք բազմաթիվ սրբեր, բայց ես մի օրինակ եմ ուզում այստեղ ձեզ բերել, նույնիսկ մի կարճ պատմություն փոխանցեմ ձեզ, որ հին ժամանակներում մի վանք է լինում Եգիպտոսում եւ ուրեմն երկու վանական պետք է գնան քաղաք, որպեսզի որոշ անհրաժեշտ բաներ, մթերքներ եւ այլն բերեն եղբայրների համար, վանքի համար։ Եվ ուրեմն իրենց թույլատրում է իրենց գլխավոր վանքի, այսպես ասած, լուսարապետը, որը որ վանահայրը, որը որ թույլատրում է, որ նրանք գնան քաղաքից, ուրեմն առնեն անհրաժեշտ բաները, եւ այդ երկու եղբայրները, հոգեվորականները, վանականները, որոնք իսկապես ապրել են մաքուր կյանքով, սուրբ կյանքով, նրանք բղծություններ չեն գործել, բայց ընկնելով քաղաքի մեջ գայթակվում են եւ կատարում են մեղքեր, այսինքն կանանց հետ մեղանչում են, բայց գալիս են եւ պատմում են վանահորը եւ իրենց խոստովանահորը ընդ որում, որ նրանք մեղանչել են եւ 40 օրով երկուսին էլ դնում է խցերը, մենակ հացի ջրի վրա նստացնելով, որպեսզի նրանք ճկնեն այնտեղ, ապաշխարեն իրենց մեղքի համար։ Եվ հետո պատմությունը փոխանցում է, որ մեկը լացով, արտասունքով, ողբով սրբեց իր հանցանքները, իսկ մյուսը փառաբանում էր Տիրոջը իր հրաշափառ հարությամբ, այսպես գոհանալով աղոթքների մեջ էր նմանապես նա էլ փաստորեն Աստծո ողորմությունը գտավ, ներումը ստացավ եւ այս մեկը։ Երբ որ ապաշխարությունն է, ես մի հոդված եմ պատրաստել, որտեղ բացատրել եմ ապաշխարությունը դա վերանորոգման, եկեղեցու այդ բարենորոգման, ռեֆորմների հիմքում դրված է։ Ուրեմն իհարկե եւ դրա մասին շատ է խոսում երկրի վարչապետը ապաշխարության խորհրդի մասին։ Այո, ինքն էլ է ապաշխարել Փաշինյանը։ Շատերը կան ապուշ բաներ են տակը գրում, բա դուք նախկինում եք ասել։ Այո, ասել եմ, երբ մարդը չի հասկացել, գուցե դաժան է եղել, գուցե եղել է մի քիչ ավելի քան պետք է լիներ, բայց ես մարդ եմ, չէ, վերջապես կարող եմ ափերից դուրս գալ, վրդովել։ Այո, ասել եմ։ Սա շանտաժ մի դարձրեք։ Բայց եթե մարդը խոստովանում է այսօր, ասել է, որ սխալվել եմ, ես էլ եմ մեղավոր եղել, ուրեմն պիտի ներենք, պիտի սիրենք, պիտի ընդունենք, նմանապես ինչպես որ այս եպիսկոպոս ու արքեպիսկոպոսներին, որոնք սխալվել են, բայց այսօր հետ են կանգնել իրենց սխալներից եւ այդ բարենորոգման ճանապարհով պետք է մեր եկեղեցին ռեալ վիճակի մեջ բերենք։ Այո, բոլորս էլ ասեցին, հանցանքների մեջ ենք, ես ինչի պատմեցի այդ պատմությունը, որ երբ որ մարդը սկսում է մեկին թիրախավորել, ով որ ուզում է ճշմարտությունը, լույսը բերել, եւ նրանք ընդունել են իրենց հանցանքները, նրանք մեղայ են եկել, նրանք ասել են, որ այո, մենք մեղավոր ենք, մեր հանցանքն էլ է այստեղ, որ այս օրը հասավ եկեղեցին։ Իսկ Տիրադավ Կտրիչ Ներսիսյանը երբեք իր սխալը չի ընդունել եւ չի էլ ընդունելու։ Այսօր նա պատրաստվում է անցկացնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնից դուրս Ավստրիայի մեջ փոքրիկ քաղաքում ուրեմն եպիսկոպոսած ժողով ծիծաղ է առաջացնում։ Գիտեք ինչ է սա, ինչին է դա նման։ Ես հասկանում եմ տրթապատճառները եւ այսօր բաց պիտի հայտարարեմ։ Ինչի համար է նա ուզում այնտեղ անցկացնել։ Սկզբից հայտարարեցին, որ Ռումինիայում է լինելու։ Հետո երևի ոչ մեկի հավեսը չունեցավ։ Կամ Ռումինիայի ուղղափառ եկեղեցին մերժեց իրենց տրամադրել իրենց սրահը եւ այլն, երևի չուզեցին թաթախվել այս սկանդալի մեջ, գնացին Ավստրիա կաթոլիկների մոտ եւ իհարկե փողով բան վարձել են այդ բանը, պիտի այնտեղ տեղի ունենա, ուզում եմ ինչ ասել։ Մարդը փախչում է մայր կենտրոնից ինչ որ օտար պետություն, որտեղ ոչ մի բանը
ոչ մի բան չկա կապված, հա, մեր եկեղեցու կամ մեր հայ համայնքի, չգիտեմ, ոչ պատմական բան է կապում, կարծում եմ, որ սա ամենամեծ աբսուրդի ժանրից է, որ հենց այնտեղն է ընտրվել, եւ նույնիսկ պատրաստվում են, որտեվ սխալ բաներ են խոսել, ասել են, որ կարծեմ Տեր Արամը ասել է, այնտեղ գողական մողական կա, չի, Ավստրիայում ոչ մի գողական չկա, ես կարող եմ դա ասել, ուղղակի Ավստրիա կարող են գալ գողականները, այ դա չեմ բացառում ես եւ հակված եմ, որ հենց այնտեղ Եզրասն ու ուրեմն Կտրիչ Ներսիսյանը կկազմակերպեն տարբեր հանցագործներ, որոնք կգան այնտեղ, հա, մուտք կգործեն Շենգեն վիզաներով այդ պետությունը, որպեսզի ահաբեկեն, որպեսզի այնտեղ ճնշում բանացնեն եպիսկոպոսական դասի վրա, իսկ տեքստերը արդեն հայտնի է, որ պատրաստ է այդ վճիռը։ Եվ գիտեք որն է վճիռը։ Ես ձեզ այսօր բաց եմ ասում։ Վճիռը մեկն է։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հայտարարի վերջում իրեն վտարանդի կաթողիկոս, որպես հալածյալ, որպես աքսորյալ։ Եվ պետք է հայտարարի, որ հետ այսու կաթողիկոսական գահն ու նստավայրը փոխվելու է, ժամանակավորապես դա ընդգծելու է Մոսկվա քաղաքի մեջ Սուրբ պայծառակերպություն եկեղեցու, որը կդառնա առաջնորդանիստ եկեղեցին, համայն հայության համար կենտրոն, եւ պիտի Կտրիչ Ներսիսյանի եղբոր հետ միասին, ուրեմն այնտեղ նստեն եւ այնտեղից թելադրեն իրենց կամքը, համայն հայությանը։ Այս սա է ծրագիրը, իհարկե Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների եւ իշխանությունների պաշտպանության ներքո։ Իդեպ այստեղ շատ կարևոր եմ ուզում արձանագրել մի եւս փաստ, որը վերջերս Հայաստանի Հանրապետության անվտանգային անվտանգության ծառայությունը հրապարակել է գաղտնազերծել է մի փաստաթուղթ, որը որ ուղղակի բացում է փակագծեր։ Առանց այդ փաստաթղթի անշուշտ մենք գիտենք եւ հայտարարել եմ ես բազմաթիվ անգամներ, որ ոչ մենակ Եզրասը ծածկանունը չգիտեի, որ կարող է, այլ դա չգիտեի, ինչ մեղքս թաքցնեմ։ Նաև Կտրիչը, նաև Պարքևը, Կաշե Բեսմերտնին, Մարտիրոսյանը, նաև Բագրատ Գալստանյանը, նրանք բոլորը կագեբեշնիկներ են։ Բոլորը։ Եվ ունեն ուսադիրներ։ Դա ուզում եմ շեշտել եւ ընդգծել, ուշադիր լսեք։ Բայց այդ փաստաթուղթին էլ կպցրին, անուն տվեցին, ասին սուտ է։ Եզրասին հարցնում են, Եզրասը Մոսկվային մեջ մոտենում են մարդիկ, իրեն հարցեր են տալիս, լրագրողը եւ այլն, ասում է չկա տենց բան, կեղծիք է։ Այսինքն դրա համար ինչի չի նախաձեռնվում, ուզում եմ քննչական կոմիտեին եւ գլխավոր դատախազության հարց ուղղել Հայաստանի Հանրապետությանը։ Ինչի չի նախաձեռնում քրեական վարույթ, փաստորեն ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված գաղտնազերծված փաստաթուղթը նրանք հրապարակային անվանում են կեղծիք։ Այսինքն նրանք մեղադրում են, եթե պարզ լեզվի վրա, ասենք շարադրեմ ես, ինչ է ստացվում, որ Կարոն, հա, Օնժը, Եզրաս, այն հիշում եք այդ կինոն, Մոսկվա դիզայնի վետ, ասում Օնժը Գոշը, Օնժը Գոգը, հիմա սա է։ Այդ բոլոր բաները։ Ուրեմն այս մարդը համ Կարոն, համ Եզրաս, համ Բուրջոն, որը ասեմ իրան, համ էլ իմացա Մկրտիչ է, փոխել է պասպորտը, բուրջո է իր է, այդ որտեղից իմացա, ինձ իրան սրբազանն, իր պասպորտը տեսել է, իր մոտ ծառայել է այդ լնգուլավազը։ Բուրջո է իր անուն, հետո գնացել փոխել է, դարձել է ուրեմն Մկրտիչ։ Այսինքն որ անունը տանք ես։ Լավ։ Ինչ է ստացվում։ Ուրեմն այնտեղից ինքը փաստորեն մեղադրում է հրապարակավ եւ որպես առաջնորդ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի, որպես arczepiskopos, որպես գերագույն հոգևոր խորհրդի անդամ, տեսեք ինչքան բաներ ունի, հա, դիտողներ ունի, պաշտոններ ունի։ Նա հայտարարում է եւ մեղադրում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մի հանցանքի մեջ, որ նա կեղծ թղթեր է հրապարակում։ Դուք հասկանում եք, որքան դա լուրջ է։ Եվ իմ կարծիքով
Ես ապշած եմ, ես մտածում եմ, որ իմ կարծիքով անմիջապես քննչական կոմիտեն եւ այստեղից ես ուզում եմ հաղորդում այստեղ, բանավոր հաղորդում տալ, որ վերջապես քրեական գործ հարուցեք, ես ինչա։ Ոնց կարող է մեկը կանգնի, ասի, որ դա սուտ է։ Եվ հրապարակավ է ասում, եւ լրագրողին եւ այն։ Այո, անդիմադիրը խոսեցին, ապուշ բաներ գրեցին եւ այլ, մենք, բայց գիտենք, չէ, այդ մարդիկ հստակ սահման են գծել, նրանք թշնամություն են այսօր անում։ Երբ որ ես ասում եմ Հայաստանի մեջ կան, այո, ազգությամբ հայ, բայց ներքին թշնամիներ, սա իրականություն է։ Սա ագրեսիա չի, սա ատելության խոսք չէ, սա փաստի արձանագրումն է։ Որ Հայաստանում կան ներքին թշնամիներ, ովքեր ընդգծված ձևով գործում են։ Եվ սա շատ կարևոր է համարում, սիրելի ժողովուրդ, որ դուք բոլորդ ձեզ համար դա հստակ ընդգծեք, թե այսօրվա սպասվող ընտրություններում փաստորեն հարց է լուծվելու ապագայի, թե արդյոք Հայաստանը ունի հեռանկար, թե չունի։ Արդյոք Հայաստանը շարունակի որպես անկախ ինքնիշխան պետականություն ունեցող երկիր մնալ, թե կդադարի։ Արդյոք Հայաստանը կհայտնվի Ռուսաստանի կազմում, արդյոք Հայաստանի վրա կհարձակվի Ռուսաստան, ինչպես որ հարձակվեց տարիներ առաջ Ուկրաինայի վրա, թե ոչ։ Այս սրա մասին է խոսքը այսօրվա ընտրության, սպասվող ընտրությունների։ Եվ դրա համար անկախ ամենից, անկախ դրանից, թե մարդիկ այսօր գոհ են, թե մարդիկ դժգոհ են, անտիպաթիա ունեն, թե համակրանք, թե չգիտեմ, ունեն, համակրում են, թե հակառակը հակակրանք ունեն, Նիկոլ Փաշինյանին եւ նրա քաղաքական թիմին, նրանք պարտավոր են ուղղակի ձայն տալ քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը, որպեսզի նա նորից կազմի մեծամասնություն ազգային խորհրդարանում միայն մեկ նպատակով, որ այս իմ վերնշյալ թվարկած վտանգներից խուսափելու համար եւ այս կործանումից եւ փոսից Հայաստանը հանելու համար։ Սա է, ճշմարտությունը սա է, եւ այս ճշմարտությունից որևէ մեկս չեն կարող որևէ տեղ փախչել։ Որևէ մեկս չեն կարող փախչել։ Բայց այս ամենի խարույկը, կենտրոնը, սիրտը, չարության, հա, այս ոգևորությունը, չգիտեմ, ներշնչման աղբյուրը հանդիսանում է մայրաթորը բռնազավթված այդ փոքրիկ խմբակը, խունտայա, ինչ ուզում եք անվանեք, գլխավորությամբ տիրադավ Կտրիչ Ներսիսյանի եւ մի քանի տիրադավների։ Օրինակ Ասողիկ, Աստրիկ, Չկուսակրոն, Խապեփա Աբեղան, որը ասում էր Գեղարդից ոչ մի մասունք չենք տվել նվեր։ Ում են տվել, գիտենք, Պոլտավչենկոին, անձամբ գիտեմ։ Ինչի գիտեմ, որովհետև Ռուսաստանում լավ բարեկամ ունեմ, ռուս է այդ մարդը, ինձ հետ լավ կապեր ունի, ինքը անձամբ ճանաչում է Պոլտավչենկոին, անձամբ ճանաչում է։ Ինքը նաև ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապ ունի։ Իմիջիալոց մի անեկդոտը ձեզ պիտի պատմեմ, որ ապշեցուցիչ է, բայց քանի որ սա պատմել է Աթոսի կղզու մի վանական, սա ուզում եմ անպայման պատմել ձեզ ռուսերենով, բայց պիտի պատմեմ, որպեսզի գեղեցիկը ռուսերենով է հնչում, կներեք։ Ուրեմն Кирилл и Путин выходят из храма Христа Спасителя. Кирилл смотрит на купола, на кресты и говорит, извиняюсь, Путин смотрит на купола и на кресты и говорит Кириллу, Кириллу патриарху, а может он все-таки есть? А Кирилл крестится, Кирилл патриарх, и говорит, не дай Бог. Այս անեկդոտը պատմել է Աթոսի կղզու վանականը։ Եվ գիտեք դա ինչ է, դա բոմբ է, արտացոլում է
արտացոլում է իրական տեսքը, իրական վիճակը, իրական հոգեվիճակը, իրական այս պետության Ռուսաստանի Դաշնության հոգեվարքը, որ ապրում է այս երկիրը։ Եթե պատրիարքը խաչակնքվում է, ասում է Աստված ոչ անի, որ Աստված կա, ասում է Աստված ոչ անի, իսկ նախագահը Ռուսաստանի Դաշնության հայտարարում է, որ ինքը կասկածում է, բայց միաժամանակ վախ է ապրում, հա, որովհետև կարող է եթե գոյություն ունի, լավ բաներ չի արել։ Հիմա այստեղ նույնն է, ընդդիմության այս ամբողջ կազմը, հա, այս լրիվ դաշտը եւ Կտրիչ Ներսիսյանը։ Սրանց պատկերը նույնն է, դրա համար են ձգտում, սիրում են այդ մարդկանց, այդ Ռուսաստանի իրենց այս անհոգևոր եւ անփարո վիճակը։ Այդ դրա համար են սիրում։ Որովհետեւ իրենց համար դա են ռուսիացած как բալզամ на душу։ Այս վիճակը։ Սիրելի ժողովուրդ, այս ամենից ինչ կարող ենք մենք ձեզ հետ եզրակացնել։ Իհարկե ես պարզ ասեմ ձեզ, ես շատ գող չեմ, որ այդքան երկարում եմ եւ իհարկե թող փառատվեն իմ կասկածանքները, բայց ինձ թվում է, որ իշխանությունը ուզում է երկարաձգել տակ պահելու այս հարցը, որ նախքան ընտրությունները, այսինքն ձգվի եւ լուծվի նախընտրական այս փաստորեն ուղղակի նախքան ընտրությունները տեղի ունենան։ Ինչը շատ վտանգավոր եմ ես գտնում, որովհետև այս մարդիկ քնած չեն, նրանք գործում են, սադանան գործում է, չի քնում։ Իրենք ամեն ինչ պիտի անեն, խորտակելու համար Հայաստանը եւ հայ ժողովրդի ճակատագիրը կրկին անգամ խեղելու։ Մեկ անգամ խեղվեց ճիշտ 34 տարի առաջ, երբ որ անկախությունը պսևդո կեղծ հռչակվեց։ Իրականում չի հռչակվել ոչ մի բան։ Իրականում գնացին ստորագրեցին, հա, այսինքն դա կոդ էր, որ մտան նորից ռուսի տակ բարկեցին։ Իրականում դա է տեղի ունեցել։ Ուրեմն դրա համար իրենց բոլորի համար այս մարդն է շատ անհրաժեշտ։ Ես նկատի ունեմ ընդդիմադիր դաշտի համար։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնության պետական բարձրաստիճան պաշտոնյաներից սկսած հատուկ ծառայությունների, ուրեմն այն գեներալներով վերջացած, իրենց համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է Կտրիչ Ներսիսյանի ֆակտորը։ Գիտեք ինչի համար, որտեղ ինքը անբարոյական է եւ իր դեմ ունեն կոմպրոմատներ։ Բայց այսօր նա է դե ֆակտո այս աթոռի վրա բազմած։ Անօրենն է բազմած։ Ես դրա համար եմ ասում, որ օրը մարդիկ վրիպեն ասեն մենք ճանաչում ենք նախկինում իր ընդունած որոշումները, բայց հիմիկվանի չենք ընդունում, սա արդեն կշեղի եւ կփչացնի այդ գործընթացը։ Ոչ, մենք բոլորս պիտի ձևակերպումը տանք ճիշտ, ինչ որ ասեցի, հիմա ուզում եմ վերջավորությամբ կրկնեմ։ Այո, մենք բոլորս պետք է ձեզ հետ միասին մեր դիրքորոշումը հայտնենք, որ Կտրիչ Ներսիսյանը, քանի որ կաթողիկոս չէ, ոչ թե հիմա չէ։ Նա կաթողիկոս չէր, նա խաբել է ժողովրդին, այո, նստել է կաթողիկոսական աթոռի վրա, լուսավոր չի, աթոռը նա ուզուրպացրել է, նա ուզուրպատոր է։ Եվ քանի որ նա ուզուրպացրել է Գրիգոր Լուսավորչի Սուրբ աթոռը, օգտագործել է իր կաթողիկոսի հանգամանքը, բայց ըստ էության եղել է սրիկա, ուխտադրուժ, խաբեբա, ահավասիկ այդ տիրադավը իր բոլոր որոշումներով հանդերձ պետք է ճանաչվի անբավեր, թե ինքը, թե իր ամբողջ այդ 27 տարիների ամբողջ իր շրջանի գործունեությունը։ Եվ իր բոլոր որոշումները պետք է չեղարկվեն Հայաստանի Հանրապետության դատարանում։ Բոլոր։ Ոչ մեկին էլ նա կարգալուց չի արել։ Ես ձեզ հայտարարում եմ, իր բոլոր կարգալուծությունները ապօրինի են, անվավեր են։ Իր բոլոր հեռացումները, բոլոր
եղել են ոչ կանոնական, կմահաճ, իր, այսպես ասած, շիզոֆրենիայի կամ չգիտեմ ինչ տառապանքների երկու ճանապարհն ունի, կամ պիտի բանտը պարկի, կամ գժանոց պիտի իրեն տանեն։ Հասկանում եք, այս մարդը համ հանցագործ է, համ հիվանդ։ Հիմա թող Հայաստանի իշխանությունը եւ իրավապահները իրանք թող որոշեն։ Ինձ համար միևնույնն է, դուք կուղարկեք հոգեբուժարան Կտրիշ Ներսիսյան Տիրյադավին, թե բանտ կնստացնեք, բայց Մայրաթորը եւ Վեհարանը նա պիտի ազատի։ Վեհարանը վեհի։ Վեհարանում պետք է նստի վեհ անձնավորություն։ Վեհարանում պիտի նստի այն անձնավորությունը, որի աչը պիտի գնամ ես ուրախությամբ եւ սիրով համբուրեմ։